Երբ 2015 թվականին մեծ թափ ստացավ դեպի հայկական թաղամասեր Սիրիայում ռմբակոծությունները, մեծաթիվ սիրիացիներ, սիրիահայեր Հայաստանում հաստատված դիմեցին Հալեբ հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությանը, օգնելու Սիրիայում գտնվող իրենց հարազատներին ձեռք բերելու մեկ ուղղությամբ տոմս դեպի Հայաստան։ Այս արդիվ Հալեբ հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը նախաձեռնեց «Փրկիր մի կյանք» ծրագիրը եւ ստացանք մոտավորապես 600 դիմագրեր, որպեսզի իրենց հարազատները գան Հայաստան։ 2015 թվականից առ այսօր Հալեբ կազմակերպության ջանքերով ձեռք են բերվել, հավաքագրվել են թվով ավելի քան 350 տոմսերի գումարներ, յուրաքանչյուր գումարը ամբողջական տոմսի ներառյալ նաև որոշակի ծախսեր արժեքն 500 ԱՄՆ դոլար է։ Այսօրվա դրությամբ այս ծրագրի շրջանակում 250 սիրիահայեր տեղափոխվել են Հայաստան, թվով 100-ներ մինչև նոյեմբեր տեղափոխվել են։ Այս վերջին օրի զարգացումը այս երբ ամսվա ընթացքում դիմողներ եղել են։ Բավականաչափ դիմել են ու դիմումները անընդհատ իրենք ուժի մեջ են ըստ առաջնահերթության, ըստ հապշտապության, որովհետև բազմաթիվ ընտանիքներ կորցրել են իրենց տները, որոշակի մարդիկ ձեռք են բերել վնասվածքներ, այս ամենը հաշվի առնելով մինչև նոյեմբերի սկիզբ 100 սիրիահայեր կտեղափոխվեն կազմակերպության ջանքերով։ Այո, հիմնական խնդիրը սա է, որ ցանկանում են գալ, բայց չունեն ֆինանսական միջոցներ ձեռք բերելու մեկ ուղղությամբ տոմս դեպի Հայաստան։ Եվ այս արդիվ Հալեբ կազմակերպությունը այստեղ կարևոր է նշել, որ անհատ բարերարների միջոցով եւ Տեքսասի Հյուսթոն քաղաքի հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի աջակցությամբ, որը 130 սիրիահայերի համար ձեռք է բերել, ապահովել այդ գումարը, կարողացել են։ Իսկ դուք չեք խորհուրդ տվել, եթե դուք այս բանը չեք կարող օգնել, դիմել հյուպատոսարան, Սփյուռքի նախարարություն, կառավարությանը։ Ուղղորդությունները ամբողջությամբ տրվել են, թեկուզ մարդասիրական օգնություն, որտեղից կարելի է ստանալ։ Մենք նաև այստեղ հարկ է նշել, որ աշխատում ենք Սփյուռքի նախարարության հետ եւ ցանկացած խնդիր համագործակցաբար կարողանում ենք լուծել, բայց հիմնականում սա է, զուտ ֆինանսական խնդիրների պատճառով չունենալով միջոցներ ձեռք բերելու գոնե մեկ ուղղությամբ տոմս դեպի Հայաստան, Սիրիայից գնալ Լիբանան եւ Լիբանանից տեղափոխվել Հայաստան, սա է։ Ինչու հակասություն կա։ Հիմա նորից կասեք դուք 2 ամսվա ընթացքում 2015-ը մի ամփոփեք, հա 2016-ից ծանր ուղերը ամփոփեք։ Մեզ ասեք 30-ից ավել դիմումներ։ Դուք 100-ին եք որոշ 100-ին կարող եք ապահովել, հա, ես ինչքան հասկացա։ Ինչքան դիմում եք ստացել, ինչքանին է հնարավոր ապահովել միակողմանի տոմսով։ 2 ամսվա ընթացքում թե այս օրերի մասին է խոսքը, տեսեք 100-ի համար որ ձեռք է բերվել տոմսերը, այդ 100-ի մեջ նաև մտնում են 30-ից։ Հա, 2 ամսվա ընթացքում դիմել են 30, բայց դուք 100-ին կբերեք, այո, որովհետև մինչ այդ եղել է 600 դիմումագրեր։ Մինչ այդ երբ որ 2015 թվականից, երբ 2015 թվականից հայկական թաղամասերում մեծաթիվ ռմբակոծություններ գրանցվեցին, այդ ընթացքում բազմաթիվ սիրիահայեր, ովքեր որ բնակվում են Հայաստանում, գիտեն Հալեբ հայրենակցական բարեսիրական կազմակերպության մասին, քանի որ մեզ մոտ գրանցված են թվով 5615 սիրիահայեր, մեզ մոտ գրանցված են եւ պարբերաբար տարվա կտրվածքով ստանում են մարդասիրական օգնություն։ Այս սիրիահայերը դիմեցին, որպեսզի իրենց օգնենք իրենց հարազատներին զուտ ֆինանսական աջակցություն ցուցաբերել եւ գոնե ձեռք բերել մեկ ուղղությամբ տոմս դեպի Հայաստան։ 2015 թվականից մինչ առ այսօր մենք ստացել ենք թվով ավելի քան 600 դիմումագրեր, ներկայությամբ ապահովել են 350 դիմումագրերի, այսինքն գումարը հավաքագրվել է, ձեռք ենք այսօրվա դրությամբ 250 սիրիահայեր արդեն Հայաստանում են այս ծրագրով, Փրկիր մի կյանք ծրագիրն է, 100-ներ մինչև նոյեմբերի սկիզբ կտեղափոխվեն Հայաստան։